Ագնախարար Արարատ Միրզոյանը մարտի 12-ին առանձնազրույց է ունեցել Հայաստանում գտնվող Նիդերլանդների իր պաշտոնակցի հետ, ինչին հաջորդել է նախարարներին ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ հանդիպման ժամանակ օրակարգում եղել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային բնույթի թեմաներ ևս։ Հայաստանի եւ Նիդերլանդների ԱԳՆ-նախարարները ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Հունվարի 29-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է հարուցվել, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար մարտի 13-ին տեղեկացրել են գլխավոր դատախազությունից։ Հետապնդումը հարուցվել է Իսակովի պողոտայի եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Երրորդ նախագահը սակայն մեղքը չի ընդունում։ Երևանն արդեն հայտնել է իր մոտեցումը Բաքվի ստացված խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ մարտի 12-ին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ առաջիկայում հնարավորություն կունենան ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը եւ ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման եւ ավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Ադրբեջանցիները մարտի 12-ին քանդել են օկուպացված Լեռնային Ղարաբաղում կառավարության շենքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները, ավելի վաղ էլ նրանք քանդել էին Արցախի ազգային ժողովի շենքը Ստեփանակերտի բնակելի թաղամասերը։ Դրանով Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են շենքերի ճարտարապետության հայկական ծագման մասին ցանկացած հիշեցում։ Ըմբիշ Վիգեն Նազարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին հունառոմեական ոչիմ շամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 1/8 տուրում 87 կիլոգրամ քաշային Վիգեն Նազարյանը հաղթել է ադրբեջանցի Ջոջու Սամադովին։ Վիգենը մրցակցին թույլ չի տվել անգամ վաստակել 1 միավոր 7-0 հաշվով հաղթելով։